Արամ Հովհաննիսյանը գնաց միանալու ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին, Արգիշտի Քարամյանին, Սասուն Խաչատրյանին եւ հերթական օրինակը դարձավ այն պաշտոնյաների, այն ուժային կառույցների ղեկավարների, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծառայեցին ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ անձնապես Նիկոլ Փաշինյանին եւ հերթական անգամ դարձավ այն օրինակը, ինչպես ազգային ժողովում լսումների ժամանակ եմ ասել, այդ պաշտոնյաներին պրոպկի պես ամեն օր հանելու են։ Ինչ պատճառով է աշխատանքի ծառայությունից ազատվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանապետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, արդյոք ճիշտ են մամուլում եղած են տեղեկությունները, որ խնդիրը վերաբերվել է մամուլում եղած տեղեկություններին վարորդական վկայականների հետ կապված, երեք երբ որ ներկայացվել է ոստիկանությանը նոր նշանակված ոստիկանապետ պարոն Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանը անգամ դրան ներկա չէր, այդքան նեղացել են, որ այդքան ծառայեց, այդքան բռնություն կիրառեց քաղաքացիների նկատմամբ անցնող տարիներին։ Սարսուռով եմ հիշում Դեմիրճյան փողոցում մի հատ 30 մետրանոց պատ կար, երբ որ ցուցարարին մտցնում էին ոստիկանների մեջ, քացով ծեծելով հասցնում էին մինչև ոստիկանական մեքենա։ Տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ այդ օրը ծեծի ենթարկվեցին, բռնության ենթարկվեցին, հղվեցին Արամ Հովհաննիսյանի անմիջական ցուցումով։